Ես ֆեմինիստ չեմ, ես քրիստոնյա եմ, կողմ եմ հնազանդությանը։ Սիրելի աղջիկներ, կարող եք լինել հնազանդ, եթե դա ձեր ազատ կամքի դրսևորումն է, որովհետև ֆեմինիզմը չի պարտադրում կոնկրետ ընտրության մի մոդել, այլ պայքարում է կանանց ազատ կամքի դրսևորման եւ ազատ ընտրության համար։ Վերադառնալով հնազանդության թեմային, եթե շատերը կարդացած լինեին Սուրբ Գիրքը, կիմանային, որ կոնկրետ կնոջ հնազանդության մասին հատվածը մի քիչ կոնտեքստից կտրված է, որովհետև այդ մտքին նախորդում է հետևյալ միտքը. հնազանդվեք միմյանց Քրիստոսի հանդեպ երկյուղով։ Եթե ինչ-որ շարադասական մասով սխալ անեմ, կներեք, 2 տարի առաջ եմ կարդացել։ Այսինքն այստեղից կարող ենք հասկանալ, որ խոսքը փոխադարձության մասին է, այլ ոչ թե միակողմանի իշխանության։ Սուրբ Գիրքը մարդիկ կարող են մեկնաբանել այնպես, ինչպես իրենց այդ պահին հարմար է, անգամ դարեր շարունակ փորձ է արվում արդարացնել բռնությունը, հղում անելով հավատքին։ Կոնկրետ քրիստոնեության մասին եմ ես հիմա խոսում։ Բայց երբ որ մենք ամբողջապես կարդում ենք, հասկանում ենք, որ ոչ կնոջ դերին սեմացում կա, հակառակը շատ առաջադեմ մտքեր կան։ Դարեր շարունակ պատմականորեն կրոնը, հավատը մինչ օրս օգտագործվել եւ օգտագործվում է մարդկանց շատ տարբեր մարդկանց ձեռքին որպես գործիք։ Ես ինձ համարում եմ քրիստոնյա, ֆեմինիստ եմ եւ բավական անալիտիկ մտածելակերպ ունեցող հավատացյալ եմ։ Բարեբախտաբար։ Իսկ առհասարակ եկեք հիշենք, թե ամենահաճախը քրիստոնեության հետ կապված մեզ որ միտքն է հանդիպում։ Աստծո առաջ բոլորը հավասար են։ Ֆեմինիզմը ինչի համար է պայքարում, որ մարդիկ սոցիումում լինեն հավասար անկախ սեռից։ Այնպեսին ինչպեսին ուզում եք, բայց շատ կարևոր է պաշտպանված լինելու համար լինել նախ եւ առաջ տեղեկացված, ինֆորմացված, որովհետեւ մենք շատ ավելի խոցելի ենք, երբ պակաս ինֆորմացված ենք, այնպես որ կրթությունը ինֆորմացված լինելը անկախ ամեն ինչից միշտ խրախուսվում է։